Օր երկրորդ, ռաունդ երկրորդ։ Ամեն ինչ սկսվեց падգամավորների լեզվակռվից։ Մեր խմբակցությունը շրջանառության մեջ է դրել հայոց ցեղասպանության ուրացման կոնկրետ հանցակազմի համար քրեական պատասխանատվության նախատեսող օրինագիծ։ Եկել եք 110 տարի անց, պարոն Մինասյանը եւ դուք ուզում եք երեսպաշտորեն բերեք նախագիծ ցեղասպանության ուրացումը քրեականացնելու համար։ Ազգային ժողովի նախագահի ձևակերպումը խորհրդանի բարձր ամբիոնից հունից հանեց ընդդիմադիր падգամավորներին։ Դե դուք ձեր մեջ ներքին վեճ ունեք դաշնակցականներով Հայաստան դաշինքի մնացած անդամներն պլեն են ընկել այս խոսակցության։ Նստեք, ինչի՞ չանեմ։ Ինչի՞ չեմ, նստեք։ Կանգնի, Մինասյան։ Դու նստած մնա այդտեղ։ Լավ մանգապարտեզ չի։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը հետաքրքրվեց։ Ինչու է հեռանում դահլիճից Գեգամ Մանուկյանը յուրաքանչյուր ելույթից հետո։ Ինչքան գիտեմ գնում եք ծխելու, չէ՞։ Ձեր ելույթները փաստորեն ձեզ էլ են ծխացնում, այդ պարզ է։ Բայց որտեղ եք ծխում, պարոն Մանուկյան, որովհետև ես գիտեմ, որ դուք դրսում համենայն դեպս չեք ծխում, որտեղ բաց տարածք է, այսինքն դուք ծխում եք ազգային ժողովի շենքի տարածքում։ Իշխանական եւ ընդդիմադիր падգամավորների միջև վեճը հասավ իրար քաշքշելուն ու վիրավորանքներին։ Ալեն Սիմոնյանը հրահանգեց անջատել ուղիղ եթերը, հայտարարվեց 20 րոպե ընդմիջում։ ՊՊՑ աշխատակիցները մտան նիստերի դահլիճ։ Ազգային ժողովի օրակարգային հարցերից մեկը հայտարարագրման համակարգի ներդրումն էր։ Բոլոր այն քաղաքացիները ֆիզիկական անձիկ, որոնք հայտարարագիր կներկայացնեն այս տարի նախորդ տարվա եկամուտների համար, նրանց հայտարարագիր լրացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 1-ն է։ Նույն կերպ ովքեր հայտարարագիր լրացնելու են հաջորդ տարի այս տարվա եկամուտների համար իրենց համար նույնպես վերջնաժամկետ է դառնում նոյեմբերի 1-ը, սկզբնաժամկետը դառնում է մարտի 2-ը։ Դրանից հետո հայտարարագիր ներկայացնելու ժամկետ կսահմանվի մարտի 2-ից հուլիսի 1-ը ժամանակահատվածը։ Եթե օրինակ որևէ ֆիզիկական անձ, որևէ գույք է օտարել իրավաբանական անձի եւ այդտեղ եկամուտահարկ է գեներացրել, այդ իրավաբանական անձը այդ ինֆորմացիան պետական եկամուտների կոմիտեին կարող է փոխանցել մինչև մարտի 1-ը։ Այսինքն, եթե մարտի 1-ից հետո պետական եկամուտների կոմիտեն ունենում այդ ինֆորմացիան, ինքը քաղաքացու հայտարարագրի մեջ ինքնաշխատ տարբերակով կարող է լրացնել այդ բոլոր փոփոխությունները։ Խղճություն։ Ֆիզիկական անձանց 2024-ի հայտարարագիրը ներկայացնելու օրինագիծը ընդունվեց 60 կողմ 1 դեմ 29 ձեռնպատ ձայներով։ Դրա ժամկետը մայիսի 1-ից հետաձգվեց մինչև նոյեմբերի 1-ը։ Հայտարարագիր չներկայացնելու դեպքում նախատեսված է նախազգուշացում։ Եթե քաղաքացին 30 օրվա ընթացքում հայտարարագիր չներկայացնի, ապա տուգանքը կլինի խորհրդանշական 5000 դրամ։ Եթե այս ժամկետն էլ չարաշահավի եւս 30 օրով, ապա տուգանքը կկրկնապատկվի կազմելով 10000 դրամ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։